Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք, մենք էլ ենք լավ, սկսում ենք նոր վլոգ, այսօր ու շաբաթ է, այսօր շաբաթ է 25 ապրիլի ու չնայած շաբաթ օրվան գնում ենք աշխատանքի, մի քանի գործ ունեմ, շատ չի գործս, այսինքն ովքեր տեսել են նախորդ վլոգը, ասացի, որ հանդիպման եմ ու այդ հանդիպումը պետք է այսօր քննարկենք բժշկի հետ, համել Արդից օգտվելով մի երկու կիսատ գործեր ունեմ այնտեղ կավարտեմ երկուշաբթի օրվա գործերից էլի որ երկուշաբթի օրը քիչ գործեր ունենամ մեկը վիտոնել է այսօր գործի մինչև 12-ը ես էլ կաշխատեմ մինչև ժամը 10-11-ը որտեղ հիմա դեռ շատ վաղ է 6:20 6:15 վերջացնեմ ու կգամ տուն այդպես սիրելիներս ասեցի մի հատ նոր վլոգը ազդարարեմ ու նոր վերցնեմ պայուսակս ու գնամ գործի լավ մնացեք լավ եղեք մինչև հետագա հանդիպումները գնացիք դուրս եմ եկել ու հիմա գնում եմ post չօգտագործված լինզաները որոնք միշտ երկու հատ ենք պատվիրում մի հատ հիմնական մի հատը այսպես ասած պահեստային հիմա տանում եմ դրանք հավաքել եմ տանեմ դրանք հանձնեմ ու գնամ տուն այսօր մինչև 12-ը բաց է Գնում եմ, սուրճ չեմ ուզում խմեմ, կսպասեմ վիտոին, ինքը 12-ին կգա, որտեղ այնտեղ խմել եմ մի հատ աշխատավայրում։ Գիտեք արդեն, որ ես մեր սուրճը, այն ինչ որ մենք խմում ենք, սրճ էփ, բաժակներ, տարել եմ այնտեղ ու արդեն գլխավոր մեր բժշկուհին էլ է սովորել, ինքն էլ է խմում մենակ այդ սուրճից ու էլ ուրիշ սուրճ չի ուզում խմի, ասում է ես ինչ արեցիր դու իմ հետ, շաբաթ կիրակի օրերը ես սուրճ չեմ խմում, որտեղ ոչ մի տեսակի սուրճ դուրս չի գալիս, այսօր լավ է խմեց առավոտ մի հատ, ասում է արի մի հատ էլ իրար հետ խմենք նոր գնամ, որ այսօր էլ սուրճ չխմեմ, թե չէ ասում է վաղն էլ դե մի կերպ կդիմանամ, մա դուրս էլ չի գալի ոչ մի տեսակի սուրճը, որ արդեն խմել եմ, տեսել եմ այդ սուրճի համար Տենց խմեցինք իրար հետ նոր դուրս եկանք դրա համար գնամ էլ չեմ խմի կսպասեմ վիտոին կգա սուրճ կխմենք դե փոխվենք շոքա ինքն էլ առավոտ տակ հագնված դուրս եկել հիմա արդեն շոքա ու կգնանք գնումների միասին շնորհ 3 տեսակ գնումներ արեցի այսքան որ դες տեսնեք այդ նախորդ վլոգներ բայց դե միշտ կա շաբաթ օրը մեր գնումների օրն է գնանք գնումներ կանենք հետո կտեսնենք արդեն այս դուռը որ բաց է ենթադրում եմ որ Ալենը եկել է ինքը միշտ այս կոմով է գալիս երևից չի իջնում հանում այսինքն բինգոին ման տալու հետո գնում է այնտեղ նստում է սիրուն ճոճանակին մի հատ էլ այս հրաշքը ու այս ամեն ինչը նախորդ վլոգում տեսակ տեղի ունեցավ մեր բոլորի աշկի առաջ ընդամենը 2 օրում այդ մի հատ անձրևը ինչ փրկություն էր բնության համար մի վլոգի մեջ տեսակ տարբերությունը ոնց որ ամսի 18-ի 19-ի օրը ու մեկ էլ արդեն շաբաթվա վերջ մյուս շաբաթվա ասենք 21-22-ին ինչ տեսակ տարբերություն էր Սորելի թենիս կխաղանք ինքան լավ լիցքա թափվել էի, լավ հանգիստ քնեցինք ու իլվածքս լավ չորացած կլինի այդ գիշերն եմ փռել, այսքան ուշ երեկոյան էլի Սիրելիս Ուրեմն տուն հասնելու պես անմիջապես անցնում եմ գործի, այստեղ ունեմ այսպես հավի տարբեր տեսակի սենց միսիկներ, բրիկ թևի խորովածի բաներ է ինքը, այս կմարինացնեմ խորովածի համար ու այստեղ ուզում եմ համեղ գաթա պատրաստեմ, մի հատ կլոր գաթա, որ թարմ նստենք դրսում, սուրճ խմենք, արդեն ինձ հասկացաք, թարմ, հափուկ, պատրաստեմ, կողմնաշվեմ ինչ եմ պատրաստում, տեղյակ կպահեմ Երեխեքը արդեն հաց են բերել ու մենք ինչ ենք ուտելու, այն որ ասում են էքսի օրվա բորշը ամենահամովն է մի հատ էլ էստեղ ես ու վիտով հեսա բորշ կտենք
այսպես, մի փոքր սմետան լցրեցի։ Ես այսպես ուտեմ առանց ոչ մի բան, առանց հաց, առանց ոչ մի բան, թթվասերով։ Մենք կարծես թե որոշեցի, այստեղ կաթա, ալյուր, շաքարավազ ու դրոշ, որոշեցի դրոշային խմորով, այսպես նախապես թթվեցումով պատրաստել բուլկյանման գաթա, ոչ թե սոդայով, այլ դրոշով։ Քանի որ շատ էր բարձրացել, տեղափոխեցի միանգամից սրա մեջ, սենց արդեն ինքը լավ պինդ պատրաստ է։ Հիմա այստեղ ավելացնում եմ մի հատ ամբողջական ձու, մի հատ ձվի դեղնոց, շաքարավազ, մի քիչ աղ ու հունցում եմ մի քիչ թույլ խմոր ու թողնում եմ նորից հանգստանալ։ Ես ինձ սիրուն դեղին գույն ստացա, մի հատ ամբողջական ձու գցեցի ու մի հատի դեղնոցը մենակ, մի 150 գրամ շաքարավազ, որտեղ մի 30 գրամ էլ արդեն լցրել էի, ու հիմա ավելացնում եմ ալյուր նորից, ու վանիլին եմ լցրել։ Կարակը դեռ չենք լցնում, գիտեք։ Ուրեմն այսենց շատ սիրուն էլաստիկ խմոր ենք ստացել, արդեն փոփճակները դուրս են գալիս, մի քիչ սենց հարում ենք ուղղակի, որ ինքը լավ թեթևանա, օդերը մեջից դուրս գա։ Հետո վրան կծածկեմ, այս արդեն ինձ հետո պետք չի լինի, կծածկեմ ու կդնեմ լավ հանգստանա մի կես ժամ։ Եկել եմ չստիկներ առնելու։ Հետո քանի որ հարմար չէին չստիկները այնքան հարմար հողաթափեր, որքան ես ունեմ արդեն աշխատավայրում, իհարկե այսօրվա գնումս աշխատավայրի համար է, սրանք էլ շատ սիրուն եմ, բայց մեկը շատ բարձր էր, մեկը շատ անհարմար, բարձրը հարմար էր, բայց հարմար չէր աշխատավայրում հագնելու համար, մյուսն էլ անհարմար էր։ Այս սիրուն գլխարկը իմ համար վիտոն է այսօրվա գնումները այսքան ճաշակով է, սենց 15.39 գլխարկներ, 60 եվրո բոթասները վերցրել եմ գործի տեղի համար շատ լավն են սրանք, գնացինք, շատ հանգիստ, գնացինք։ Մի հատ էլ այսպես ցույց տամ, թերևս ամենահարմար սպորտային կոշիկների առումով ամենահարմար ավետ ֆիրման է իմ համար, Skechers-ը, շատ հարմար, շատ հանգիստ, շատ թեթև, թամենը մի քանի գրամ է երևի, ու այս որ տակը մի փոքր բարձր է, այս ավելի հարմար է, երկար, որտեվ օրվա ընթացքում 2 շաբթի, 3 շաբթի, 11-12 ժամ իմ հագին է լինում, այստեղ ռեզիններով, որ առանձին կապելու քանդելու կարիք չլինի, ու շնչող բանի համար, դրսի համար այս որակները իհարկե շատ լավ է, սև, ասենք Վիտոն ունի սրա սևերը, բայց դրսի համար սպիտակը մի քիչ ինքը շուտ կեղտոտվի ու շուտ պետք է լվացվի, ամեն դեպքում աշխատավայրի համար խնդիր չի, բայց դե գիտեք, ես սիրում եմ սպիտակը դրսում էլ որ հագնես ու որ լվանաս էլ մեքենայում թեկուզ ինչ ինքը դարերով չի կեղտոտվում ու այն չի փչանում ու այն որ քո տված գումարը իսկապես չես ափսոսում, տեսակ 60 եվրո արժի, բայց այս երևի ես մինչև 60 տարեկանս կհագնեմ, եթե հագնեմ էլի, եթե մինչև այդ ձգեմ 60 տարեկանս մինչև կհագնեմ։ Այդպես ասենք, շնորհավոր սիրունը։ Դու էլ ունես չես դրանից։ Այս ֆիրմայի ձոյկայինս իս գույներով է, Skechers։ Գույներով ու լույս սովառվում։ Հա, բայց կոմոդ դեմենակ սենց։ Ես լույսեր չեմ ուզում։ Ղի։ Ես մեծ եմ արդեն։ Բայց կարս դե տակը։ Ասում ես ուզում ես մաման էլ լույսերով հագնի։ Գնանք արդեն առավոտ շուտ։ Այս իհարկե հիմա ձեր համար, քանի որ հիշեցի, որ չեմ նկարել, այս պահին բոթասներն եմ նկարում, բայց ես արդեն վիդեոն մոնտաժելու ընթացքն առավոտ շուտ արթնացել եմ շատ վաղ ու վիդեոն եմ մոնտաժում, այնպես որ սրանից հետոյի կադրերը որ կտեսնեք, այդ դեռ նախորդ օրերից է։ Գնացինք Զոյկա, դղյակի դռները փակի գնանք։
Ընտիր։ Ուրեմն եկանք մտանք Մյուլլեր, Էլենը սպասում էր իր գնումներով։ Էսի բանի ֆիթնեսի համար է, որ բաներ սարքի, ու մեկ էլ իր ըմպելիքը, այս պլակատը, Ալենին պետք չէր, չէ՞ պլակատ, Ալենը պիտի USB ստիկով անի։ Всё, Զոյկան ցույց ինձ է պետք, ստիկ։ Քել։ Գնա։ Էլենը ոնց որ մեր երեխեքի երկրորդ մաման լինի։ Իրան են ասում ինչա պետք, ինչ պետք չի, Էլենը գալիս է, չէ՞ էլ։ Ստիկը։ Սենց, բայց փոքրերից վերցրու։ Կարաս ես 3 հատանոց վերցնես, Ալենին էլ կտանք մի անգամից։ Գնացինք։ Ուրեմն այս տարի Զոյկայի ծնունդին ամառը դե ճիշտ ունենք հələ ժամանակ, բայց որոշել ենք հեծանիվ վերցնենք, բայց մեծ հեծանիվ։ Ահա, այստեղ կգտնենք հեծանիվների բազմազան տեսականի գները նայում ես, ուղղակի հեծանիվ կա, որ տեսեք մենք 6000, 7000, այստեղ 6144 եվրո, որ ասենք մի հատ մեքենայի գնի է, նույնիսկ այդ գնով կարաս որ լավ մանգաս, մի 2-3 հատ մեքենա գնես, քշվող ավտոմեքենա, սրանք էլեկտրական են, բայց դե լավն են շատ։ Ձմերով կա։ Երկու անջարեղեն առնենք։ Ահա, այստեղ էլ մթերային գնումներ են կարել ու Զոյկայի այս քրոքսները հենց Վիտոն տեսավ, ասեց այս Զոյկայից եմ պատկերացնում, ես վերցնում ենք Զոյկա, չնայած որ Զոյկան ունի, ամեն դեպքում վերցրեցինք։ Ինչ տեսք ունի խմորը, այսինքն բարձրացել է, երևի մի ժամից մի քիչ շատ անցավ, կես ժամից, չէ, մի ժամ էր, որտեղ խանութ էինք գնացել, ինչ եմ սարքում, անգել բան, այն քո սիրած փափուկ գաթայից ու բուլկի։ Այսինքն էլ մի հատ մեկ ինչ հավես, հələ։ Ու սենց խառը վիճակ է, այս կոմում Էլենս առևտուրն է դասավորում, ես սենց դրել եմ ստեղ, խմորն եմ շարունակում, տեսեք, այս վիճակին է հասել, հիմա սենց մի քիչ ալյուր եմ նստացրեցի, հիմա այստեղ արդեն դատարկելու եմ ու քիչ հունցել, այս կողմում էլ, տեսեք, Զոյկայի քաոսն է, անգելը դատարկել է Զոյկայի սունկան, դասավորում են, տարապայուսակը լվանա, որովհետև նոր մատիտներ են կարել, երևի կհիշեք Զոյկային մենք իշքան հաճախ ենք մատիտներ առնում, ինքն այնքան է սրում, պետք է իր մոտ լրիվ այսեն սուր լինեն, ու այնքան է սրում, տեսեք իր մատիտները, սին սուր պետք է լինեն, ու այնքան է սրում, որ այս սրանք, տեսեք, երևի այս սեմեստրին եմ նորից բան արել, կպցրել, փետրվար, մի ամսում իր մատիտները, են էլ այս գույնը, որ այդքան չի օգտագործվում, այսքան է հասել։ Սենց ինքն Այս Զոյկան հագել է, լավն է Զոյ, հենց նասկիները բան օր տարվա, շորտիկով ու հաս նասկիներով, Վիտոն հենց տեսավ, ասում այս մեղվիկը վերցնեք մեր մեղվիկի համար, շնորհավոր Զոյ ջան, ուրեմն արդեն երբ որ սենց խմոր այս վիճակին է, նոր փափուկ կարագը դնում ենք մեջը, սկսում ենք նորից սենց շաղախել, այնքան մի քիչ ալյուր տալով, շատ քիչ ու հետո կարագ է, այսինքն սիրուն նուր, հետո նորից կարագ, նորից ու այդենց շարունակ մինչև այս բոլոր այս 120 գրամ կարագը ինքը մտնի մեջը, հետո նոր դնում ենք նորմալ վերջնական արդեն խմորը թթվելու, ուրեմն սենց կողքի ձայները Անգելն ու Զոյկան են դաս են անում իրար հետ, Անգելինան Զոյկայի դասերն աստուկում,
Ուրեմն ինչ ունեմ ստեղ։ Այն մի հատ ձվի սպիտակուցն է ու մի հատ ձու։ Պատրաստում եմ սոդայով համեղ խաչապուրիների խմոր, դա էլ ցույց կտամ այս կողմում։ Խորիզն է պատրաստ, այս կողմում խմորն է, հենց նորից դրեցի իր նույն ամանի մեջ։ Հեսա մի հատ էլ կբարձրանա ու մի հատ էլ լավ ձեթով արդեն հետ կհունցենք, որ այս կարակները լրիվ մեջը մտնի։ Սենց, հիմա ստեղ պատրաստում եմ խաչապուրի, քավայի մեջի խաչապուրի խմոր։ Ուրեմն խմորս պատրաստ է արդեն։ Այս կողմում էլ պանիրն եմ քերել, այստեղ գաուդա պանիր է հալվող, այստեղ սովորական սպիտակ շատ յուղային պանիր է, ոչխարի չէ, սովորական կովի պանիր է։ Այս էլ հեսա կքերեմ ու էլ ուրիշ բան, չէ Անգելինա, էլ բան պետք չէր, չէ։ Ու կարակը վերջում արդեն պատրաստել եմ վրան քսելու համար։ Որտեվ ես այս տարբերակը միշտ պատրաստում էի, բայց կարտոֆիլ էլ էի հետը։ Ես այդ սովորել էի իմ նախկին հարևանուհուց, ինքը ասեց ինքա էր ու պատրաստում էր այսենց կարտոֆիլը հետը, տենց մեծ սիրուն, բարակ, շատ սիրուն ամեն առիթին, ինչքան ծնունդ էինք ունենում բոլորս, ես այն ժամանակ Դևիտոն ու Այլենը Անգելինան էին, որ Սալցբուրգում էինք ապրում։ Միշտ ինքն էր սարքում, բայց հիմա Անգելինան ուզում է հենց մենակ ինքը խաչապուրի տարբերակը։ Տենց լավ, հեսա մի հատ էլ սիրուն հունցեմ, մի քիչ հանգստանա, դեպ սոդայով խմորը։ Սենց խմորները սենց, այս թողեմ, հիմա մի հատ ընդհանուր սենց փակեմ ու այս կողմից քաոսը հավաքեմ։ Ծաղկամանս լիվանա, որ վաղը էլի թարմ ծաղիկներ բերեմ դնեմ, որովհետև այստեղ էս է մնացել, այս կողմում էլ վարդերը ու Զոյկայի դասերը, որ պետքա պարապենք, թեստային աշխատանք ունի, թեման բանն է, պոլիցայ, ռետունգ, շտապօգնությունը, ոստիկանությունը և հրշեջ ծառայություն այդ թեմաներով առաջին օգնության ծառայությունների մասին է։ Այս շատ եմ սիրում, բայց ինքը բարձր ծաղիկների համար է շատ բարձր, բայց այս անգամ ցույց չտվեցի ինչ տարբերակ եմ գտել։ Ման ծաղիկի թուղթը սիրուն թափանցիկ, sense բան էի արել, դրել էի տակը, ջուր ու այնքան սիրուն էր ստացվում, ափսոս չգիտեմ, վիդեոների մեջ երևում էր թե չէ, բայց շատ լավ տարբերակ էր։ Ինքս էս բարձրացել էր վերև, ու այս հատվածում էս շատ սիրուն էր երևում։ Կոնք չխմենք։ Չգիտեմ, ես էլ են ասած շատ համով է, փորձեցի դու։ Ասած շատ համով է, այս երեխեքը կերել են։ Մենք ինչ ա մեջը, այնքան արև էր, նայ արդեն հալվեց, արև է, շոքա, փագեց, լավ եղանակաշոք, ինչ ա մեջը, նուշ աղացած ոնց որ, Ուրեմն ահա պատրաստ արդեն 4 գունդ եմ արել, այս են ամենալավ խմորն է, որով կարող ենք սարքել կարտոֆիլով, մսով կարկանդակներ, ջեռոցում, թեկուզ ձեթի մեջ, շատ լավն է, 4 հատ կանեմ, հերիքա, խաչապուրին, հերիքան ընգել 4 հատը։ Չէ։ Մենակ քեզ։ Սենց լավ։ Հիմա տապակը արդեն կրակին է, դրել եմ, որ ինքը տականա, ոչ մի բան չենք լցնում տապակի մեջ, արդեն գիտենք, ուղղակի 4 տապակի մեջ տապակում ենք երկու կողմից, հետո հանում ենք ու վրան առատ կարակ ենք քսում։ Սիրում եմ, որ շատ բարակ է լինում խմորը, ու մեջի պանիրը շատ, այսինքն անգելն եմ սիրում էլի, Զոյ մի քիչ կամաց էլի, մի խոսքով բացում ենք, հինում ենք մեջը, լավ ամրացնում ենք, փակում ենք ու հիմա գրտնակով լավ բարակ կբացեմ։ Okay, noch 2. In einem Säckchen kommen 6. Այս հենց ուռում է, ինքը սիրուն, բարձանում է, այս կողմ արդեն կարող ենք կարակը քսել, որ շուռ տանք ամանի վրա, հետո մյուս կողմն էլ քսենք կարակը։ Ախ, անգելարի։ Այս էլ չորորդը, ցույց չէի, բայց այսենց շատ եմ լցնում պանիրը,
Եթե մոցարելա էլ լցնեք, էլ ավելի ծորուն կլինի։ Բայց դե այս աղի բան իրա, դե գաուդան այդքան աղի չի, բայց բանը աղի է, այսինքն հիմա փակում ենք ու թխենք։ Համովա երեխեք։ Հա։ Անուշ։ Իսկապես այնքան համովա թեթև, սենց համով, որ հավեսով ուտվում է ու կարևոր է, որ ինքը համ տաքը համող, համեղ, համ սառը, ու հետո կարող ես շատ հեշտ նորից թավայի մեջ տաքացնել, եթե պետք է։ Տաքացնելու, եթե տաքացնելու կարիք կա։ Մեկը պրծանք, հիմա անցանք հաջորդին, նրակ ինձ սիրունա, հելետակից ինձ սիրունա, որպիսի պարզ լինի, թե ես ինչքան խառնեմ, տեսեք, այստեղ միսը բանը այստեղ ադրել եմ, որ հիմա հանգստանա, որ գնդեմ, այս կողմում այս նոր բերեց, այստեղ չի գորշունի սրա հետ, այստեղ հավի բտիկները, հավի միսա, այսինքն բուտ թե վերևամաս ինչ-որ երեխեքը սիրում են խորոված, այս դրել ենք այստեղ, որ մարինացնենք։ Հիմա ով է դեռնոց հագնում, էսի մի հատ լավ, արի, դե հագի արա, ես դեռնոց չեմ կարողանում, դե գաթային կկպնի համար։ Հա, պետ է ուզում ասի, մի քիչ սմետան ես բերում, թվասեր ես բերում, հիմա լցնես ու սիրուն խառնում ես, իմ աղջիկից արդեն Անգելինան, Մելենը ինձ խորհուրդներ են տալի հաց սարքելու մեջ, դե բարև ձեզ էլի։ Բեր, այն մեկն է թթվասեր, որ գրածա հունական, գրիհիշ է, հունականը։ Տեսել եք արդեն այս վերջերս, այս որ նոր արդեն բանա, միշտ սրանից ենք առնում, շատ լավն է, ինքը 10% է, համ մածունի տեղագնում, համ թթվասերի, այդ նոր վերջացել է այս հաջորդն է։ Վերջ լցրեցինք, հիմա անգերս ձեռնոցներն է տանջվում է մի ժամ, որ ձեռնոց հագնի։ Հեսա հագնի մի հատ ու խառն։ Պատրաստ է, հիմա թողնում ենք հանգստանա ու հետո կսում ենք ձուն ու դնում ենք թխվելու։ Այսօր Անգելինայի մարինացրած խորովածն ենք ուտելու, ինքն էլ դե աղցան է պատրաստում, այսօր Անգելից է վեր ուտելիքը, ինքն է մեր համար սեղան պատրաստում։ Այ, լավ եղանակ է, որ արդեն տաք է գարուն է, մարդու սիրտն էլ է բացվում, ամեն ինչը։ Արդեն կոկոններս են փաթաթվողն, տեսակ ինչքան էի կտրել, ոչ մի բան չկար, հիմա ինչ լավ է բարձրացել։ Այ ես էի ասում նախորդ վլոգում, չգիտեմ, որ ցրտից էր, կարկուտից էր, թե ինչից էր, որ ցուրտ էր, կարկուտ էր, ասեք այսքան շատ էր ծաղկել, բայց ընդամենը ամեն մի ճյուղի վրա մի քանի հատ է, բայց ավելի լավ կլներ շատ լիներ, բայց դե որ փուճն ոչինչ։ Գոնե մեծ կլնեն ավելի, անցած տարի շատ էր, փոքրոտ էին շատ, նույնքան չէր, որ շատ փոքր էր, բայց դե այնքան շատ։ Այդ վերևինները տենց է չկարացին քաղենք, հիշում եք ես ու Ռուզը բարձացել էինք ծառին աստիճանի վրա։ Եկա։ Հա։ Պատրաստ է, գնացինք հաց ուտելու։ Արիզո ես։ Լավ հանգստացել էր, նորից ծակծկել եմ, նախշել եմ, հիմա դնում ենք նախապես տաքացված ջեռոց, բարձր ջերմաստիճանով մի անգամից 180 այդպես 200։ Արի։
ուրախությունը։ Ո՞ւր է տարարա։ Չաման գալիս։ Արի։ Արի այս իրուն։ Բինգո։ Բինգո։ Հոգներա լեզուն գցելա դուրս։ Մեր համովիկը պատրաստ է։ Հələ մի հատ սրա փայլը։ Հələ այս փափկությունը։ Այստեղ փափկա։ Ամեն այս տարվա առաջին ձմերուկն ենք այսօր առել, տեսակ ու համը դեռ չեմ տեսել, բայց շատ հյութեղ է, կարմիր։ Ցելել Բարի կիրակի առավոտ բոլորի սիրելիներս, այսքան առավոտ չի կեսօր արդեն գնում ենք Էլենիս հետևից, իսկ թե ուր է Էլենը, ման իրենք դասարանով որոշել են, քանի որ հիմա շուտով այսինքն ամառային արձակուրդներն է ու իրենք պետքա գնան երկրից դուրս ու քանի որ այդ ամեն ինչը շատ մեծ գումարների հետ է կապված, իրենք դասարանով sense որոշել են ծնողներին օգնել ու ինչ են որոշել անել բաժանվել են 5 խմբի, կարծում եմ, թե 4 խմբի 5 հոգով ամեն կիրակի գիտեք, մեզ մոտ կան այսպիսի շուկաներ, որտեղ կարող ես տանել տանդ այն ամենը, ինչ որ քեզ պետք չի ու վաճառել, շատ ցածր գնով քեզ պետք չի, բայց ինչ որ մեկին պետք է, գալիս են վերս, գնում են, շատ էժան լինում են, որ նվեր են տալիս կամ ինչ որ, ասենք խոսքի մեզ էլ որ պետք է եղել, ինչ որ այգու հետ կապված ինչ որ մի բան, կամ այնպիսի բան, որ ուզեցել չենք ուզեցել նորը գնենք նայենք, գնացի փնտրել են կամ գտել են կամ չեն գտել, ամեն դեպքում ու իրենք որոշել են այսպես ծնողներին օգնելու համար կիրակի այս կիրակից սկսած ամեն կիրակի շուկան սկսվում առավոտ ժամը 5-ից առավոտ վիտոն տարել է Էլենին ու այսենց գնում են տան վերցրել էր Էլենը ինչ որ իրենց պետք չի իր շորերից, Ալենի, Զոյկայի, այն որ ինչ որ նոր է, ինչ որ լավն է կամ ունենք որ վաբշե չեր հագ երեխեն, Զոյկան ասենք որ Զոյկան մի քիչ թմբլիկ է, շատ շուտ մեծացավ, շատ շորեր մնաց, ասենց ինչ որ վերցրել էր մի մեծ արկղ ու ամեն մեկը տան եղածով վաճառեն, տեղից դուրս կբերեն իհարկե այդ տեղի փողը, որտեղ տեղի համար գումար են վճարում, տեղի փողը դուրս կգա ու մնացածը արդեն կգնա իրենց դասարանի բյուջե։ Ու հետո մյուս շաբաթը մյուս խումբը մյուս շաբաթ ու վերջում կտեսնեն ինչքան գումար կհավաքվի, այդ կդնեն արդեն որպես հիմնական մայր գումար ու ինչը կպակասի արդեն ծնողները կտան, օրինակ անցած տարի գնացին իրանք Իտալիա, ասենք 200 քանի եվրո էր ամեն մի երեխան, եթե ու հələ այդ մի օրով էին գնացել, եթե գնան 2 օրով, 3 օրով մի 500 եվրո լինում է կամ Խորվաթիա են գնում, դրա համար որոշել են մեծ են արդեն իրենք, ասենց իրենց դասարանի բյուջեն ունենալ ու հետո արդեն մնացածը նոր ծնողներից օգնություն վերցնել։ Հիմա այդ է, վերջացրել են արդեն ժամը 12 անցա, գնում ենք Էլենին բերելու, գնանք տեսնենք ինչ առևտուր են արել երեխեքը։ Այդպես վիտոն մեքենայում սպասում է արդեն գնանք տեսնենք ինչ ոնց ու նորից կմիանամ կասեմ արդյոք արդյունավետ էր եղել թե ոչ գնացինք տեսնենք ոնց են առևտրատունները Մինչ երեխեքը հավաքվեն, մենք էլ այս համեղ պոմիդորը կգնենք, մի հատ նայեք ինչ լավն է։ Մենք արդեն տուն ենք գալիս, Էլենին վերցրեցի, մնացած երեխեքն էլ գնացին, դե իհարկե չգիտեմ դեռ ինչքան վաճառք են արել, հետո կգնան դպրոցում կհաշվեն, հաշվարկ կանեն ու այդպես կպարզեն։ Բայց ամեն դեպքում Էլենը իր տարած պարագաների որոշ մասը վաճառել էր, որոշ մասը նվիրել էր նույնիսկ, որ նորից ետ չվերադարձնի
Այդպես դեռ ժամանակ ունեն, մյուս խմբերն էլ կվաճառեն ու նոր պարզ կլինի։ Այսօր հյուր ունենք հարևան տատիկն է եկել, հողամաս ասում է պարապ եմ կուզես քեզ օգնեմ, տենում եմ որ ասում ես զբաղված ես, շատ օգնեմ կանաչիները բանը տեղը սարքենք, ինքան լավ կին է, շատ հաճելի։ Իմը սկզբի համար այս հատվածն ենք ուզում մաքրենք, լրիվ, այս պետրուշկաները հանենք, դու նորից կդնենք, մի հատ լավ փորենք, փխրեցնենք։ Այս մի կողմ պետրուշկա կթողնեմ, որ այստեղ էլ բերենք լոլիկներ դնենք։ Der Testen, das ist die Testenlama. Ja. Bis eine Sick, gell? Warte später wieder sein, gell? Սուրճ եմ դնում տատիկի համար։ Չգիտեմ էլ ինքը մեր սուրճից խմում է թե չէ, ուրիշ հնարավորություններ ունենք, գիտեք, տեսել եք, ապարատ բան ունենք սուրճի, բայց ուզում եմ մեր սուրճը փորձի մի հատ։ Տատիկը։ Սուրճը խմեցինք, փոխվեցինք ու դուրս եկանք, գնում ենք բինգոյի բժշկի մոտ, որովհետև պետքա ջիջվաթափման եւ տզերի դեղ վերցնենք, այսօր բինգոյին չենք տանում երդ, որովհետև մյուս ամիսա իր հանդիպումը, սենց թենենց պետքա տանենք պատվաստման, այսինքն հունիսի սկիզբը, մյուս ամիս չէ։ Դրա համար բինգոյին չվերցրեցինք, որ շատ արագ ուղակի գնանք տեղը գնենք ու հետ գանք, ահա մտա դուրս եկա, իդեպ ինքը մեր պացիենտն է, նաև 37 ու 50 է, 3 ամսվա համար 3 կոճակ է, շատ լավն է, շատ լավ արդյունք է տալիս, մինչև 5 կիլոգրամ շունիկների համար, ջիջվաթափման եւ տզերի համար։ Ես դիմավորես, արի տանք դեղդ կետ մի անգամից, արի, այրստե, այդ անենք ըմդը։ Չհասրեցի նկարեի ձեռիս մեջից նենց լպստելով տարա, հիմա պետքա որ ազդի, ասի քանի ժամից արդեն ինք ազդեցությունը կունենա, լավ տար միա չուտ պտտի, բալես ու բեր, վերջ խիղճս հանգստացավ բինգոյի բանի համար, շատ է անհանգստանում, որ ուշացնում ենք ես ամիս, ուրեմն, այստեղ դրեցինք ծաղիքներս, այստեղ տատիկը մի հատ էլ վարդից պոկվել էր, վիճարդվել էր, դրա համար ասաց, թե ինքը հանեց, ասաց ես մեկը բանա, բերես դրեց ստեղ, այս կողմում քնում ենք պետրուշկաները, բանն սիրուն ստացվեց, սենց, սրանք հանեցինք, ամբողջը փորեց, տեսակ, մաքրեցինք, նորից հատիկ ջոկես դրեցինք, այստեղ կանաչ սոխնա, շիտլաուխնա, այսինքն ինքը շատ նուրբ, այս կողմում է պետրուշկաներն է, սենց, հիմա, այստեղ արդեն կգա վարունք, պոմիդոր, մեկ էլ պղպեղ կամ սալատ էլ կարամ դնեմ մի քանի հատ սենց տեսեք ինչ սիրուն եղավ դիվիտան արդեն խաղում է ասեց սրանք հանեք որ իրանք ավելի լավ բան անեն հակակրած գնում ենք ընտրելու բան կանենք սալատի համար տանենք Սիրուն մաքուրա արդեն հաճելի է շատ
Չգնացինք, գնամ Ալենս բան ա ուզեմ, անի կաշա ասում կսարքես, մամա։ Գնամ իրեն անի կաշա սարքեմ, այսքան երեխեք երևի մենակ մանիկ ուտեն։ Ես աղցան այդ ունեմ ընթրիք պատրաստած էլի, լավ եմ պատրաստել։ Աղացած մսի պատլիվով։ Արդեն պատրաստ է մի փոքր կարակ, շաքարավազ, իսկ երեխեքը սիրում են քիչ շաքարավազով, դառը կակաոյով եւ դարչնով ուտել։ Դե ինչ, բարյա խորշակ։